Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Կոդքասթի առաջին թողարկումն է եւ մեր այսօրվա թեման է ինքնաճանաչումից դեպի ռեալիզացիա, մարդը համակարգում։ Փորձելու ենք հասկանալ ինչպես մարդը կարող է ճանաչել ինքն իրեն, իր ներուժը, զարգացնել այն եւ չկորցրել ինքնուրույնությունը արագ փոփոխվող եւ հաճախ անհատականությունները շրջանցող համակարգում։ Այս առաջին հաղորդման համար իմ այսօրվա հյուրն է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս, HR եւ տաղանդների հավաքագրման մասնագետ, Tenantly Solutions ընկերության հիմնադիր տնօրեն Լիլիթ Մանուկյանը։ Ողջույն Լիլիթ ջան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Փոխադարձ շնորհակալ եմ հրավերի համար։ Ու Լիլիթ ջան, մինչև այսօրվա մեր թեմաներին անցնելը եկա Գյումրի, որպեսզի տեսնեմ բոլորիդ ու նկատեցի, քանի որ վերջի զանգեր, երեք ու բավականին շատ փոփոխություններ երիտասարդության շրջանում իրանց թեկուզ վերջի զանգին, հա, մոտեցումը ու ոնց որ sense ինչ որ պայծառ բան եմ նկատում, փոփոխություններ դու ստեղ ապրելով երևի ավելի լավ կասես, ինչ փոփոխություն ես նկատում։ Հա, իրականում 3 հիշողությունների գիրքն էի գնացել, հիշել էի դպրոցական տարիները։ Փոփոխությունները շատ են, սկսած անհատից, մտածողությունից ու ընդհանուր դրսևորումներից արդեն։ Ես սիրում եմ այս սերունդը, շատ եմ սիրում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ իրենք ուղղորդման կարիք ունեն քաոսից խուսափելու համար, ուղղորդման կարիք ունեն, որովհետև ավելի ազատ են, ավելի համարձակ են, մտքի սահմաններն ավելի բաց են իրենց մոտ, ու դա դրական է, միայն դրական է, ուղղորդումը որպես այդպեսին շատ կարևոր է, էլի այդ քաոսային մասը չունենալու համար։ Ես Լիլիթին հիշեցի այդ շրջանում իր առաջ դրված արհեստական սահմանափակումներով, որը երևի եւ ընտանիքից կախված, եւ հասարակությունից, եւ քաղաքի որոշակի կարծրատիպեր, մտածողություններ ու հասկացա, որ ճանապարհը բավականին դժվար էր տրվում այդ սահմանափակումներով հանդերձ, բայց այսօր երեխեքը իրենց այդ սահմանափակումներից փորձում են զերծ պահել։ Երբ որ զերծ են պահում, ավելի հեշտ է ստացվում առաջընթացը։ Իսկ այդ սահմանափակումներից զերծ լինելը իհարկե լավ, բայց ուղղորդման առումով ոնց ես կարծում, դա որ կետից կարող է շեղվի ու դեպի բացասական գնա, հա, այդ ազատությունը բացասական իմաստով ընկալվի ու այդ ոնց պետք է այնպես անենք, որպեսզի իրենք էլ այդ կարմիր գիծը զգան։ Հենց քո հարցի պատասխաններն ինձ այսօր բերեցին այստեղ, այսինքն երբ որ ես սկսեցի գործունեությունս, նմանատիպ մտորումներով ու նմանատիպ հարցերով էի։ Ամեն ինչ սկսվեց այն կետից, երբ որ ես ուզեցի ուղղակի հասկանալ, թե ինչն է ինձ առավել լավ տրվում, որովհետև ունեի մի հատկություն, որը ամեն ինչին բավականին լավ էր ստացվում ինձ մոտ, հա, տարբեր դրսևորումներ բավականին լավ էր ստացվում ու դա մի կետում դժվարության է հանգեցնում, երբ դու հասկանում ես, որ կատարում ես մի քանի աշխատանք, որը քո մոտ լավ է ստացվում, բայց պրոֆեսիոնալիզմը ինքը ամեն դեպքում նեղ մասնագիտական ընտրության ու ուղու մեջ է։ Ու այստեղ արդեն ինքնաճանաչողություն եւ այլն, երևի գործունեությունը ներկայացնեմ ու փորձեմ դրանով հասնել այդ կետին։ Հա, հարցից ամենահետաքրքիրն էլ ես ասեմ, որ ցենց համապարփակ փորձես պատասխանել, ինչու հենց Գյումրին ու ոնց ստացվեց, որ դու աշխատում ես մի ոլորտում, որը Գյումրիում մեղմ ասած այդքան էլ զարգացած չի ու կարող ենք ասել քո ջանքերի արդյունքում բավականին հիմա փոփոխություններ կա, այդ մասն էլ խոսենք ու ուզեմ նաև ասես թե ինչի հենց Գյումրին։ Ես հարցիդ կպատասխանեմ այսպես, իսկ ինչու ոչ Գյումրին։ Ինչու ոչ ամենասկզբում, երբ որ ընտրում ենք, հա, դժվարություններն են։ Ես այդպես եմ սովորեցնում, ինչու ոչ Գյումրին։ Հա, դժվարություններ կան, հա, բայց մերն է չէ։ Ամեն դեպքում ես մի հատ կարևոր շղթա էի ուզում կտրել, երբ որ բոլորս մեծանում ենք, ավարտում ենք համալսարանը ու աշխատանքի հարցն է գալիս, ասում ենք գնանք Երևան մի աշխատանք գտնենք լավ վարձատրվող։ Այդ շղթան էի ուզում կտրել, մի տեղ կտրել իմ մասով, հա, իմ փոքրիկ ներդրմամբ կտրել այդ հատվածը, որովհետև եւ մեր երեխաների համար շարունակական չլինելու համար, իսկ եթե մենք ընտրում ենք անհատական մտածողությունը, մենք ասում ենք լավ, այս պահին մեր եկամուտներն ավելի լավ կլինեն, հնարավորությունները շատ են, վստահաբար, եթե հետ գնամ այդ ժամանակ աշխատանքային հնարավորությունները նույնպես շատ էին եւ բացի դրանից շատ սիրում եմ քաղաքը, այն որ ինձ երևի աշխարհի կենտրոնում եմ զգում, կարելի ասել, այնտեղ
չեմ կարող այստեղից դուրս կարելի ասել։ Ու մենք էլ, հա, երբ որ նոր էինք գալիս ուզում գործունեություն ծավալել Գյումրիում, այդ բացը շատ էինք նկատում, որ շատերը ընտրում են մասնագիտություն կամ ինչ-որ աշխատանք պատահականության սկզբունքով, ծնողների դրդմամբ կամ այդ պահի նյութական մղումներով, ենթադրենք մարդ, որը ունի լավ պոտենցիալ, մարդ, ով ունի ներուժ, որ կարող է ինչ-որ կոնկրետ մասնագիտություն ընտրի, որը իրան ամենաշատն է դուր գալիս ու գնա դեպի այդ մասնագիտությունը, բայց շատ բաներ, սա շատ տարածված ու ցավոտ թեմա է, կարծում եմ բոլորի համար, այս մասով կուզեի, հա, այս մասնագիտական ընտրության հիմքերը որպես HR մասնագետ, որպես տաղանդների հավաքագրման մասնագետ, մի փոքր մեր հեռուստադիտողների համար ավելի բացեիր ու մի քիչ խորհուրդներ տայիր, թե ոնց կարող են մարդիկ այդ հիմքերը, որոնք են հիմքերը, որի հիման վրա մարդիկ կարող են հասկանալ, թե ինչ մասնագիտություն իրենք պիտի ընտրեն։ Իհարկե, սիրով շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն երևի ես կզուգորդեմ նաև իմ պատմությունը որպես օրինակ, որպեսզի ավելի պարզ լինի, որ չեմ խոսում մի բանից, որին չեմ տիրապետում, այլ խոսում եմ բանից, որի միջով քայլում եմ։ Դերևս հիմա նաև քայլում եմ։ Հարցադրումները շատ էին, դեռ փոքրուց ըմբոստություն եւ այլն իմ բնավորության տարերից են, ու ես այդ ժամանակ հասկանում եմ, որ սանդատ հարցեր եմ ունենում։ Ինչու օրինակ, չգիտեմ, հանդեսի ժամանակ այսինչ դերը հատկացնում են տվյալ մարդուն եւ ոչ էս մյուսին ու այդ հարցադրումները շարունակվում են ինչու մասնագիտության ընտրության ժամանակ երեխեքը որոշում են կոնկրետ օրինակ սովորել անգլիականում, սոցիոլոգիայի բաժնում կամ տնտեսագիտական ուղղությամբ գնալ եւ ոչ այլ մասնագիտություն նախ այստեղ մի քանի բան կա աշխարհում շատ մասնագիտություններ կան բայց մեծ հայտնի եւ համասարանական կրթության առումով շատ նեղ է շրջանակը սա էլի կարեւոր փաստ է որը ուզում եմ շեշտադրենք ես ինքս այն ժամանակ ընտրություն կատարել եմ այնպես ինչպես վիճակագրությունը փաստում է որ Հայաստանում շատերն են կատարում, հա, դա ծնողների ու ընտանիքի անդամների ուղղորդումներն են, դա Հայաստանի վիճակագրության համաձայն եւ երկրորդ տեղում աշխատաշուկայի միտումներ, այսինքն եթե բանկային ոլորտն է զարգանում, ուրեմն գնում ենք բանկային ոլորտի որևէ մասնագիտություն ենք ձեռք բերում, եթե IT ոլորտն է զարգանում, գնում ենք բոլորս տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ես ինքս կառավարումն ընտրեցի որպես ինքը նոր էր, վստահաբար խոսում էին բոլորը, որ ավելի լավ է լինելու եւ այլն, բայց իմ դեպքում, այսինքն օրինաչափորեն համընկավ իրականությունը պատահականության հետ կարելի է ասել, ու ես այս պարակայում վերահաստատեցի ընտրությունս արդեն ավելի հասուն տարիքում, ավելի հասուն մասնագիտական ուղու ժամանակ նեղացնելով դեպի մարդկային ռեսուրսների կառավարում։ Ինչպես խուսափել այս խնդիրներից, ամեն ինչ սկսվում է ինքնաճանաչողությունից, այս մասին ուզում եմ անընդհատ շեշտադրում կատարել, հա, ինչքան էլ խնդիրները փնտրում ենք ու եթե հասուն տարիքում աշխատանքային միջավայրում ընտանեկան կյանքում խնդիրներ են առաջանում, մենք ամեն դեպքում բոլոր սրակները ուղղում են ներսում, հա, մենք ինքներս մեզ ուրեմն ինչ որ առումով թերի ենք ճանաչում։ Եվ այստեղ շատ կարևոր է տարբեր գործիքների միջոցով սա անելը, առաջին հերթին ես սիրում եմ ասել զրոյականը մեր զրոյականը որն է առանց ծնողների, առանց հասարակության, առանց այն տարածքի, որտեղ մենք ապրում ենք, ինչպեսին ենք մենք, հա։ Երևի դու էլ ես ունեցել, չէ՞, զգացողությունը, որ լավ, ես ով եմ, այս սենյակի ներսում ես մինչև հիմա էլ ունեմ այդ զգացողությունը, հա, երբ որ ընկնում եմ, ասենք, ասենց հոսքի տակ գործերի, շատ ժամանակ կարող է հասկանամ, որ այսինչ բանը ինձ պետք չի, բայց ես դա արդեն ահագին ժամանակ անում եմ, ու այդ քո ասած զրոյական կետն է, որ մի պահ պետքա հետ գաս, ու հիմա դու մեզ կասես ինչ գործիքներ պետքա օգտագործենք, որ հասկանանք, թեկուզ այդ մասնագիտություն ընտրելու համար կարող է առաջնային է, բայց ընդհանրապես մասնագիտական գործունեության ժամանակ այդ տենց պահեր էլի են լինում, որ դու անում ես ինչ-որ գործ, ու հետո հասկանում ես, որ չէ, ես այս պահին, այս որ անում եմ, արդեն ընկել եմ, ասենք, ասենց կոպիտ ասացա, չայտերն եմ գծի վրա ու գնում եմ, բայց չեմ ուզում անեմ, ու կարող է վախենաս հետ կան։ Տես, այստեղ ես ուզում եմ առաջին հերթին բոլորին, ովքեր մեզ կլսեն, ասել, որ նորմալ է։ Սա շատ կարևոր է, որովհետև մեզ անդադ ասում են, չէ, քեզ ինչ պետք է, այսքան տարի արել ես այս մի բանը, հիմա ուզում ես փոխել։ Այո, նորմալ է եւ ազդակներն ընդունելն ու հասկանալը, որ դու ուղղությունը սխալ ես տանում եւ կարող է այս մյուս ուղիով քո ջանքերն ավելի ճիշտ արդյունքի հանգեցնեն։ Առաջին հերթին դες մասնագիտական խորհրդատվությունը, կարիերայի խորհրդատվությունը, որը մեր ընկերության ծառայություններից մեկն է, Talently, ինքը անհատական գործընթաց է։ Ես աշխատում եմ անհատի հետ ու կա իհարկե մեխանիզմ, ընդհանուր համակարգ սիստեմ, որով աշխատում են գործիքակազմ, բայց յուրաքանչյուրի դեպքում այն փոխվում է։ Ընդհանուր խորհուրդներից, որոնք կարող եմ տալ, ես սիրում եմ ասել մի քանի տարբեր առումներով Առհասարակ տեսություն կա, որի համաձայն մենք պիտի ուսումնասիրենք անհատին 3 մակարդակներում. անձը, ընտանիքը, շրջապատը, այսինքն ընկերներ,
ընտանիքի անդամներ եւ հասարակությունը, որում նա գտնվում է։ Այս 3 էտապներում եթե մենք համահունչ ենք ինքներս մեր հետ, ուրեմն մեր ուղղությունը ճիշտ է։ Օրինակ պատկերացնենք քաղաքական գործիչ, top թեմաներին անդրադառնանք, ով խոսում է ազնվությունից։ Ով խոսում է ազնվությունից, բայց ընտանեկան մակարդակում բոլորը, սա նեղ ընտանեկան շրջապատում, գիտենք, որ այդ ազնվության դրսևորումներն օրինակ տանը կամ իր սեփական անձի հետ չունի։ Խոսքին հավատալը երկարաժամկետում բնավ իրականության մասին չէ։ Այսինքն նույն մասնագետը, եթե ինքը անընդհատ խոսում է պրոֆեսիոնալիզմից, խոսում է օբյեկտիվությունից, բայց ընկերների հետ ինքը հարաբերություններում այդպիսին չէ, իհարկե խաղի կանոնները տարբեր են այս մակարդակներում, բայց ամեն դեպքում առանցքային արժեքներ կան, որի շուրջ պիտի պայմանավորվենք։ Այդ արժեքների մասով ինձ թվում է անելիք ունենք։ Այստեղ մի բան ես ասեմ, հա մեջբերում, որ հիմա շատ է տարածված մեր հասարակության մեջ, երբ որ ասում են, նու լսել են այդ արևմուտքից եկած, հա, ֆրազա է, որ ասում է ոչ մի անձնական բան, ничего личного, только бизнес։ Սրա իր մեջ կա ճշմարտություն, բայց սա պետք չի ինտերպրետացնել, պրոյեկտել բոլոր ամեն ինչի վրա, որովհետև ամեն դեպքում կան ֆունդամենտալ արժեքներ, որոնք ճիշտ ես ասում, մարդը տունը ընկերական շրջապատում, դուրս գործնական հարաբերություններում, բիզնես հարաբերություններում գործընկերների հետ, ինքը ամեն դեպքում եթե լրիվ այլ ձև է իրան պահում, ուրեմն այդ ֆունդամենտալ արժեքներից է շեղվել, հա, որտեղ այդ արժեքներից է դուրս գալիս։ Ես կփաստեմ նաև մեր գործընկերային փոխհարաբերություններով, հա, եթե ես Talently-ին 1 տարեկան շուտով կլինի, 1 տարվա ընթացքում բազմաթիվ գործընկերներ ենք ունեցել, բայց արժեքային գործընկերներ, այսինքն արժեքային առումով ու գործունեության արժեքների առումով մեզ համապատասխանները պրոյեկտվում են, ճյուղավորվում են, հա, մի համագործակցությունը դառնում է մի քանի պրոյեկտներ, այսօր նույնը TCO-ի հետ է տեղի ունենում։ Այսինքն մենք ունեինք գործունեության արժեքներ, այն է օրինակ ձեր մոտ ինչ որ տեսել եմ, հա, ես ինչներ ինձ թույլ տվեց շարունակել այդ ընթացքը, խոսքից մի փոքր շեղվում եք, բայց ոչ մի չէ։ Ես տեսա, որ ուսանողի մասին հոգ են տանում։ Կրթությունը ոչ միայն վաճառում են, այլ կրթությունը հասնում են մինչև աշխատաշուկա։ Ու այս մասերը հենց իմ մասին էր, իմ գործունեության մասին էր։ Դրա համար այսօր կա ոդկասթը, որը վստահ եմ շարունակական է լինելու։ Երևի գնանք զրոյականին, երկուսս էլ սիրում ենք տարբեր թեմաներով խոսել։ Հա, մենք շատ ենք շեղվում մեր ընդհանուր զրույցներում։ Փորձենք առաջին հերթին խորհուրդս գտնել ձեր զրոյականը։ Պատկերացրեք սենյակում մենակ եք։ Ինչ կանեիք, եթե ձեզ ոչ մեկ չստիպեր, հա, ինչ որ բան անել։ Չէի կանի ծնողի համար, չէի կանի հարազատի ընկերոջ համար, ինչ տեսք ունենայիք, ինչ կուտեիք թեկուզ այդ պահին, հա, ինչ երաժշտություն կլսեիք, առանց նրա թե որն է տրենդային, այսօր շատ վատ տենդենս ունենք, հա, սոցիալական հարթակները մարդուն կեղծ ասոցիացիաներ են ստեղծում։ Մարդն ուզում է նմանվել կնոջ կերպարին, օրինակ ստեղծում կարիերիստ կնոջ կերպար, որին բոլորն ուզում են նմանվել, բայց ոչ բոլորին է դա հասու եւ պետք էլ չէ, որովհետեւ այո, մարդիկ կան, իրենք ընտանիքում ռեալիզացվում են շատ լավ ու ամբողջությամբ ընտանիքին տրվելով ավելի մեծ արժեք են ստեղծում հասարակության համար։ Դե այդ մեր ինֆլուենսեր, հա, կոչվածն է, որը պետքա կարծիք տարածի, հա, որպես ինքը ինֆլուենսեր հանդիսանա, ու այս դեպքում ես կարծում եմ, որ լավ է, որ մարդը ունի մոդել, հա, որը իր համար կարծիք ձևավորող է, բայց ամեն դեպքում նախ պետք չի, որ բոլորի համար, ոնց որ դու ես ասում, հա, տրենդային դա լինի ինչ որ մեկը կամ ինչ որ մի բան, կամ եթե մարդը սիրում է X տեսակի երաժշտություն, բոլոր մնացածը Y, իմ համար, իմ կարծիքով կարևոր է մարդը հասկանա, որ ինքն X-ն է ու մնա տեղ։ Հենց այդ հասկանալու հատվածի մասին ենք խոսում։ Երբեմն մենք երեխեքի մոտ եմ նկատել այդ խնդիրը, դե համալսարանական կրթությունում արդեն 5 տարի եմ։ Ուսանողների մոտ տես ինչ խնդիր կա։ Մենք վարժություններ արել ենք, նման վարժանքներ, երբ խումբը կատարում է մի բան, բոլորը առանց հասկանալու արդյոք կարիք կար այդ գործողության, իրենք կրկնում են այդ գործողությունը, սա խմբային վարքի դրսևորում է ու սա նույնպես ասոցիացվում է։ Մենք լսում ենք այս երաժշտությունը, որովհետև սա տրենդային է, որովհետև այսօր ռեկում է այս երաժշտությունը, գրիլերը նկարում ենք այդ երաժշտության տակ, բայց արդյոք այն մեր հոգուն հարազատ է, հա, ինքը տալիս է մեզ որևէ բան, այնտեղ խոսում ենք երաժշտաթերապիայի մասին եւ այլն, որովհետև երաժշտությունը բավական մեծ ազդեցություն ունի նաեւ մեր կենսականության ու գործունեության վրա։ Ասածս այն է, որ մենք կարողանանք մեզ մի հատ մաքուր վիճակում ու զրոյականում հասկանալ, ինչպիսին ենք մենք, ինչ ունակություններ ունենք, ինչ ենք սիրում անել, երբ մենակ ենք։ Ես ասում եմ, հիշեք այն գործողությունները, որոնք անում եք ազատ ժամանակ եւ ոչ ստիպողաբար, այսինքն ոչ մեկ ձեզ դրա մասին չի ստիպել։ Ֆիլմեր,
կերպարներ, հերոսներ, գրքեր, որոնք դուք կարդում եք եւ որոնք ձեզ հաճույք են պատճառում, կարողանում եք կարդալ, մենք բոլորս էլ գրքեր կարդում ենք տարբեր ժանրերի, բայց այն գիրքը, որը վերջացնում եք 1 օրվա, 2 օրվա, այստեղ ազդակ կա, հենց այդ տրիգերն է, կետն է, որի վրա պիտի աշխատենք, հասկանանք ով ենք մենք։ Դրանից հետո արդեն գալիս է, երբ որ մենք ընդունեցինք, հաշտվեցինք, այստեղ փիլիսոփայության, եթե հղում կատարենք, կարող ենք ասել անձի ու իր ստվերի համապատասխանեցում է տեղի ունենում։ Եվ մենք բոլորս ունենք մեր եսը ու իր ստվերը, ու պետք չէ ստվերը անտեսել, հեռացնել մեզանից, որովհետև ինչքան հեռանանք, բնականաբար էլի արտացոլակը տեսնելու ենք, հա, ու պետք է տեսնել, ճանաչել ու այդ ստվերի հետ աշխատել։ Սա անելուց հետո մենք պիտի կատարենք ուղղակի վերլուծություն, SWOT անալիզը, որը տարածված է բիզնեսում, ինքը նույն անձնային մակարդակում իրագործվող ու կիրառվող գործիքներից մեկն է։ Օնլայն տարբերակով հիմա զեթերը շատ են սիրում, բան լինի, որը չգիտեմ, մոբայլ լինի, մոբայլ հավելվածի տեսքով լինի կամ ինչ-որ ֆայլ լինի, որով աշխատեն, հա, շատ կան, ու իրենք դրանով պիտի կարողանան հասկանալ, որոնք են իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները։ Բոլորը նստած ասում են, որ օրինակ անգլերենի իմացությունը իրենց մոտ թերի է եւ այդ պահին, երբ որ իրենք չեն գիտակցել, թե ինչքանով է իրենց անհրաժեշտ հրատապությունը, կարեւորությունը, ինչ որ անվճար կուրսեր են օրինակ գալիս անգլերենի, իրենք ուղղակի բաց են թողնում, որովհետեւ չէին ծանոթացել, չէին հասկացել ու չեն տեսել ու գիտակցել խնդիրը։ Մյուս կարեւոր մասը ուղղակի անձի համապատասխանեցումն է, դες մի շատ լավ գիրք կա, որը տաղանդների ու հանճարների մասին է խոսում, ու այստեղ եզրույթներում առանձնացվում է, որ ամեն դեպքում մենք ունենք գենետիկ նախատրամադրվածություն որոշակի բաների նկատմամբ, եւ այս ամենի հանրակումարում մենք ունում ենք հասարակությունում որոշակի ռեալիզացված պոտենցիալ։ Ու այստեղ մենք պիտի հասկանանք, մենք ունենք որոշակի համապատասխանություն տվյալ ուղղությանը, մեզ ինչպիսի մտածողություն է հատուկ, ոչ բոլորն են մաթեմատիկայից շատ ուժեղ ու դա նորմալ է։ Մարդիկ ունեն տարբեր մտածողության տեսակներ, ստեղծագործական մտածողություն, վերլուծական մտածողություն, նստել, ճանաչել ու բացահայտել ինքդ քեզ։ Անձի մեթոդներից, անձի ճանաչման դիսկի մեթոդաբանությունը բավականին միջազգայինորեն ճանաչված, հաստատված մեթոդաբանություն է, որը թույլ է տալիս ամեն դեպքում հասկանալ, լավ, ինչպիսին ես դու։ Իհարկե, մենք չենք կարող ասել, որ այս բոլոր թեստերը մեզ բերում են մաքուր, այսպես ասած, ռենտգենի պատասխաններ հաստատ չենք ստանում դրանով, բայց ամեն դեպքում ուղենիշ է։ Մենք հասկանում ենք ինչն է մեր ուժեղ կողմը։ Ես երեխեքի շրջանում շատ եմ այս փորձերը կատարել ու վերահաստատվել են մեր հետաքրքրությունները, ուղղությունը, որով ցանկանում ենք գնալ։ Այնուհետև արդեն հասկանալ ռեալիզացիայի հնարավորությունները, փնտրել, փորձել։ Ամենակարևորն է, որը այսօր շատ են խուսափում, փորձել, գնալ, սովորել, պրակտիկաներ, ինտերնշիփներ, այս հնարավորությունները ձեռք գցել, այո, կատարել։ Մի հատ վատ տենդենս կա, ամբողջ LinkedIn-ում երևի նկատած կլինես, խոսում են աշխատանքի ու վարձատրության մասին, որ աշխատանքը միայն վարձատրության համար է, չէ, ես ուզում եմ այս մասն էլ շեշտադրել, իհարկե պահելով սահմանները, բայց մենք պիտի կատարենք աշխատանք, որպեսզի հասկանանք որքան լավ ենք այն կատարում ու նոր կին որոշենք։ Նույնն է պրոդուկտը թեստ անելու մասը, էլի, այստեղ հաստատ քո կարծիքը շատ կարևոր կլինի, որովհետև կարծեմ TCO-ն 10 տարի չէ շուկայում է, որից 7-ը ակադեմիական կրթության հատված։ Նաև կրթության հատված, 10 տարի ընդհանուր ու 7 տարի։ Ինչքան գիտեմ, անցած անգամ ստատիստիկան նայում էի ձեր մոտ 900 ուսանող։ Մոտավոր 900 արդեն ավարտած ուսանող ունենք։ Շատ լավ։ Թվեր են, ամենակարևորն է, որ ես տեսա 60%-ն արդեն աշխատաշուկայում են ու մի անգամ кейս ունեցա, քեզ երևի պատմել եմ, ինձ պետք էր վեբի մասնագետ այլ ընկերության համար ու գտնում եմ մասնագետներին բոլորի մոտ կենսագրականում TCO-ն նշված է։ Չէ, այդ չես պատմել, բայց լավ որ ֆիդբեք ես հարցրել կոնկրետ մարդկանցից։ Դե հենց դրա արդյունքում էր էլի ու ես տեսա քո ստատիստիկան, որ 60%-ն այսօր աշխատաշուկայում են, ինչը այնոր լավ ցուցանիշ է, շատ լավ ցուցանիշ է, որովհետև համալսարանական կրթությունը այդպիսի արդյունքներ չի տալիս։ Ուղղորդել սովորել, որն է ձեր մոդելը, այս մասով կուզենամ դու էլ կիսվես, որովհետև հենց կոնկրետ ուղղությամբ IT-ում այս խնդիրն այսօր շատ ունենք, հա, մասնագիտական կուրսերը շատ են, բայց մասնագետները քիչ։ Հա, ուրեմն առաջի հերթին Լիլիթ ջան, ամենակարևոր բանը մենք էլ ենք փորձում, դե բնականաբար քո մասնագիտականի չափով չէ, բայց երբ որ մարդը դիմում է գրանցվելու համար, հա, դասընթացների, առաջին հերթին մենք հստակ բացատրում ենք, աշխատանք ենք տանում իր հետ, թե ինչի մասն է ամեն ինչը, նայած թե ինքը ինչ մասնագիտություն անդրում, մեր մոտ դասավանդվողներից, ինչ դժվարությունների ինքը կարող է հանդիպել։ Այստեղ խնդիր չեք ունենում վաճառքի մեխանիզմների հետ հակասություն, այսինքն ասել մի բան, որը կարող է իրեն վախեցնել։ Չէ, խնդիր ունենում ենք, բնականաբար տեսեք
ամեն դեպքում դու պարտավոր ես, հա, պատասխանատվություն վերցնել քո վրա ու ասել, որ իմ համար էլ որպես մասնագետ ես էլ որ սովորել եմ դժվարություններ ունեցել եմ ու դժվարություններ եմ հաղթարել։ Դու էլ պիտի հաղթահարես, հարգելի ուսանող, եթե դու ուզում ես, ոչ մեկ սենց բան չի, հա, չի կարող բացել գլուխդ, գիտելիքը դնել մեջը փակել ու ասել վերջ պատրաստ։ Տենց բան, բայց կարող է, այդ պրոդուկտն են ուզում։ Հա, դե բնականաբար բոլորս էլ ուզում ենք պրոդուկտ, որ այդ մարդու են քիչ տանջվեմ, շատ արդյունքի հասնեմ, նա, պլյուս մենք ամեն փուլից հետո ունենում ենք քննություն։ Երկար են, չէ՞, որտեղ երեխեքին քանի որ տարածքները մոտ է, տեսնում եմ տարբեր ուղղություն։ Նայած ինչ կա, հա, եթե օրինակ վեբից ենք խոսում, ինքը 6-7 ամիս է տևում ու սենց ասեմ, այդ ամենաօպտիմալ, ամենամինիմալ օպտիմալն է, որ կարող ես այդ մասնագիտությունը մարդուն փոխանցել ու ոնց որ ամեն փուլից հետո մենք քննություն ենք վերցնում ու եթե արդյունքները այն չեն, մենք այդ մարդուն տալիս ենք հնարավորություն, տալիս ենք մեր կողմից հավելյալ դասընթացներ, հավելյալ դասաժամեր, որ ինքը նորից պատրաստի հանձնի, բայց եթե ամեն դեպքում հասկանում ենք, որ այդ մարդունը չի դա, օրինակ առաջին փուլից հետո մենք իրան մենք ենք ասում, որ մի ծախսի հավելյալ գումար, որովհետև կարծես թե դու հնարավոր է սխալ ես ընտրել քո մասնագիտությունը ու քանի որ ասենք օրինակ եթե վեբից ենք խոսում դեռ մի քանի ուղղություններ ունենք հա մարդը կարող է մեկի մոտ մի բանը լավ ստացվի մյուսի մոտ մյուս բանը լավ ստացվի դրա հիման վրա արդեն եթե մարդու մոտ ֆրոնտն օրինակ լավ ստացվում հետո անցնում ենք բեքի դասընթացների ու ինքը հասկանում է որ բեքը այդքան էլ ինքը չի սիրում ու մի քիչ ոնց որ ժամանակ ենք տրամադրում իր այդ աշխատում մենք էլ ենք համոզվում դրանում մենք էլ ուրեմն իրան տալիս ենք այնց դասընթաց, որ ինքը շարունակի ֆրոնտը։ Հենց սրա արդյունքում է, որ բավականին մեծ տոկոս ունենք մարդկանց, որոնք աշխատաշուկայում են, որովհետև փորձում ենք մաքսիմում մինչև վերջ տանել, դե դասընթացներից հետո պրակտիկան էլ իր հերթին, որը մաքսիմում փորձում ենք մենք մեր մոտ ապահովել ու դա տալիս է հնարավորություն, որ մարդը դուրս գա արդեն ջունիոր։ Երբ որ արդեն մտածում եմ, որ չեն ուզում մարդիկ սովորել, պրակտիկ հմտություններ ձեռք բերել ու QA-ի մեր նախագիծը, երբ որ դու ասեցիր QA-ի պետք internship-ի հնարավորություն ունենք, ինչ ուրախություն կար ու գիտես ինչն էր տարօրինակ, որ մայրաքաղաքից, Սևանից ունեինք մարդիկ, ովքեր թիմել էին ու պատրաստակամ էին գային Գյումրի, որպեսզի անցնեին այդ բանը շրջանը ու դա ցույց էր տալիս որ ճիշտ թիրախին է սկսել հա այդ հնարավորությունը ստեղծելով internship-ի որովհետև մարդը դասընթացներից հետո սովորաբար մնում է մենակ իր գիտելիքների հետ սա այս մասին երևի հաջորդիվ նաև ել ավելի խորը կխոսենք այդ հատվածում ամփոփելով այս մասը ես երևի ասեմ առաջին հերթին զրոյականը ինքդ քեզ ճանաչելու համար պիտի կատարես որոշակի այսպես ասած հետազոտություններ հա ներքին հետազոտություններ մի քանի գործիք էլ շրջապատի միջոցով հասկանալու համար Առաջին հերթին ինքներդ ձեր հետ ազնիվ եղեք։ Ես այս մասը շատ եմ սիրում։ Մենք բոլորս պիտի մեր հետ ազնիվ լինենք ու հասկանանք, շատ լավ հարց կա, ինչպիսին եմ ուզում, որ մարդիկ ինձ տեսնեն ու ընկալեն։ Որովհետև այո, մենք հենց այդ ընկալումների համար ենք աշխատում, ապրում կամ ինչ-որ մի բան անում։ Ինչպիսին եմ ուզում, որ նրանք մեզ ընկալեն։ Հաջողակ, չգիտեմ, հարուստ, կայացած, զբաղված, այս ամեն ինչը բնութագրող բառեր է, որոնք նաև էլի գնում են ներս մեր մղումներին ու մեր ցկտումներին։ Կարող եք հարցնել մարդկանց, օրինակ ինչն է քեզ դուր գալիս, որ դու ինձ հետ շփվում ես կամ աշխատանքում ինչ եմ տալիս ես քեզ։ Օրինակ ես հենց այս հարցի շնորհիվ եկա հասա այս կետին, որովհետև մինտած փորձաշրջան էի սկսել, անգամ տան անդամների հետ կապված այդ փորձաշրջանը սկսել էի ու բոլորին հարցնում եմ։ Իմ մասնագիտությունը ինքանով է, որ ես տան անդամների հետ չեմ կա փորձեր անել։ Ես փորձեր եմ արել ու մերոնք ամենամտածողությամբ, հա, թեկուզ պահպանողական մտածողությամբ կարծրացած մարդիկ, եթե ունեինք էլ շրջապատում միջավայրում, ես հարցնում եմ, ինչու եք ինձ հետ շփվում կամ ինչու եք լսում ինձ, թեյը տրել եմ, սուրճը տրել եմ, երկար խոսում ենք, ընկերուները կիսվում էին, չգիտեմ, տան անդամները խորհուրդ էին հարցնում, սա խոսում էր հենց նրա մասին, որ ես կարողանում եմ հասկանալ մարդկանց, հասկանալ ու ճանաչել։ Ես ինչքան էլ դա պատկերացնում էի, երբ որ դիմացից է զգում այդ ազդակը, հաստատվում է։ Կամ ուսանողներն, ովքեր առաջի դասից հետո կարող էին մոտենալ միջանցքում ասել Գերմանուկյան սիրահարվել եմ, ասում են չէ, մի բան այն չէ, կամ ներսը շատ լավ եմ աշխատել, կամ սխալ եմ աշխատել, պատմում են իրանց սիրո պատմությունը, իրանց խնդիրների մասին, իրանց ընտանեկան խնդիրների մասին, դու հասկանում ես, որ կարողանում ես ճանաչել, տեսնել խնդիրը, փորձել օգնել ու նաև վստահելի լինել։
Ու սա հենց HR-ի մասին էր, ամբողջությամբ նկարագրեցի մասնագիտությունը։ Շատ կարևոր մասնագիտություն, ճիշտ ասած, ես էլ հատիսիում շատ եմ կարևորում ու ոչ միայն շատ կազմակերպությունների եւ պրոստենց զրույցների ժամանակ միշտ խորհուրդ եմ տվել, որ ունենում են մարդիկ խնդիրներ, պատմում են այդ խնդիրների մասին, անձնակազմի հետ եւ այլն, հիմա եւս մի անգամ առիթն օգտագործելով բոլորին այդ խորհուրդը տալիս եմ, որ HR մասնագիտությանը վերաբերվեք ավելի լուրջ այդ position-ին ձեր կազմակերպությունում տվեք շատ հնարավորություններ, որովհետև բոլորին մաքսիմում ճանաչել, խնդիրները տեսնել, քանի խնդիրը չի դարել խնդիր, այսպես ասենք, լուծումներ առաջ կանխատեսել, կանխազգալ, ոնց էր մի հատ էլ տենց բառ ունեինք, կանխարգելել, հա, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի դա խնդիր չդառնա։ Okay, merci Լիլիթ ջան, հիմա մի sense հարց է տաղանդի ու ունակության հետ կապված։ Լավ, okay, մենք ճանաչեցինք ինքներս մեզ, հա, հասկացանք հաջորդ հարցը այդ ներուժը, որը ես իմ մեջ բացահայտեցի, ինչ արժեք կարող է դառնալ, ոնց կարող եմ ես դա ռեալիզացնեմ ու ոնց որ հիմիկվա ոնց որ դու ես ասում մեր Z սերնդի սիրած բառերից ոնց կարող եմ դա մոնետիզացնել։ Իրենք այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեն, հավատա։ Մեկի մոտ ստացվում է նկարելը, իրենք միանգամից նկարչական ստուդիա են հիմնում առանց որևէ ռիսկ հաշվարկելու։ Այս մասը շատ սիրուն է, հա, սերունդների բնութագիր։ Իսկ մենք դեռևս մտածում ենք ռազմավարական պլան ենք։ Ասում ես բանը, մի հատ տենց գովաստ է, ասում եմ փարանձեմը դեռ եփում։ Լրիվ մեր բարակայում է, իրենց մոտ շատ լավ է ստացվում, դա արագությունն է, ճկունությունն է, որոշումներին միտված լինել ու նաև անհատական մոտեցումը։ Մենք մինչև բոլորին հաշվի ենք առնում, հա տանանդամներն ինչ կասեն, այդ մասը արդեն հետ էր մնում, գտնել տաղանդը ու ինչ անել այդ տաղանդի հետ, առաջին հերթին չվախենալ։ Հետո ընդունել, սիրել, ճանաչել։ Մի հատ հասկանալ էլի ես ինչ ունակություն ունեմ։ Հետո հասկանալ հնարավորությունները։ Շատ կարևոր է ուսումնասիրել հնարավորությունների դաշտը։ Տես մի առակ կա Սամվելի Աղաջանյան, Սամվելի էջից եմ լսել։ Պիտի անպայման մեջբերեմ այստեղ յոգի ու իմաստունի առակն է։ Սամվելը պատմում է, որ մի յոգ ջրի վրայով կարողանում է գնալ գալ եւ իմաստունին ասում է՝ «Տես, ես կարողանում եմ ջրի վրայով քայլել»։ Ու սրա համար 10 տարի սովորել եմ։ Եվ այդ պահին իմաստունը կանչում է նավակի այդ մարդուն, որ նավակ է ու նավակով կարող է տանել մի ափից մյուսը ու ասում է ինչքան արժե նավակով գնալը, ասում է $10 ու ինքը ասում է տեսնում ես քո գիտելիքը, որը դու 10 տարի ես սովորել, $10 արժե, այսինքն ես կարող եմ գնահատել այդ քո գիտելիքը, եթե մենք լավ ենք երկում, բայց երկում ենք միայն տան անդամների համար, ուրեմն չարժե, մենք պիտի հասկանանք որտեղ, եթե մենք օրինակ, չգիտեմ, կարողանում ենք հաշտեցնել, բայց էլի ընկերներին ենք հաշտեցնում, բանակցային միջնորդի դերում ենք հանդես գալիս, բայց կարող ենք դառնալ լավ բանակցային մասնագետ։ Ես այդպես շատ շուտ հասկացա, որ ես շատ եմ խոսում։ Ու որոշեցի դառնալ էջա։ Եվ դա վերջապես չէ, դասախոսություններ այդ ժամանակ հասկացա, որ խոսում եմ, այդ խոսելը քիչ չի ընդունվում, մի հատ է կարող է վեճերի պատճառ դառնալ, հասկացա, որ կարելի է այդ խոսքը վաճառել ու մի հատ էլ գովերքվել դրա համար։ Այսինքն նույն բանն է կատարում տարբեր տեղերում։ Մենք պիտի հասկանանք, որտեղ ներդնենք այս մասը։ Դրա համար այսօր աշխատաշուկան նաև սահմաններից կարելի ասել դուրս է, հա, հնարավորությունները շատ են, ֆրիլանս տարբերակների, միջազգային պրոյեկտների, սա արդեն գալիս է, որ էլի մենք հասկանում ենք, որ մեր մտքի սահմանների մասին է խոսքը, գտնել, ճանաչել, ընդունել, այնուհետև հասկանալ դրսևորման հնարավորությունները, գործարկել, բայց անպայման հետևողական լինել, հասկանալ ճիշտ է ստացվում, լավ է ստացվում, ինչը կարելի է բարելավել, որովհետև մարդկա, հա, որից այդ թեմայով էլ, հա, ոնց որ խոսանք մի քիչ հեսա վերջացրել, լավ։ Ես այդ իմ ցավոտ թեմաներից եմ։ Տաղանդի հետ կապված։ Հա, ու բացի դրանից, գիտես ինչ է, այդ շղթան պիտի անընդհատ պահել։ Մարդիկ գնում են միտեղ, լավ մասնագետ են, մենք բոլորս երևի ծանոթների մեջ ունենք, հա, լավ դասախոսներ, ովքեր գնացել են դասախոսական կարիերան շարունակել են, բայց պրակտիկ առումով չեն կիրառել։ Իրենց գիտելիքը, ինչպես ասեցի, չեն բառը մոնետիզացնել։ Չեն մոնետիզացնել։ Ու մենք հասկանում ենք, որ այստեղ արդեն հմտությունների պակաս կա, տաղանդի սեփական սահմանումն ունեն, բայց չեմ ասի, որտեվ բան է, գիտական նորույթ է, չէ, դեռ չեմ պաշտպանել։ Զուտ ես դուրս եմ բերել, բայց դեռևս չեմ պաշտպանել։ Ու ֆիդբեքի հետ կապված։ Ֆիդբեքի հետ կապված ես գիտես ինչ եմ նկատել մարդկանց մեջ շատ մարդիկ կան, որոնք ցավագին են վերաբերվում այդ ֆիդբեք հասկացողությանը ու չգիտեմ էլի այդ բացասական ֆիդբեքի այդ աշխատանքը եւ տաղանդների առումով եւ կազմակերպությունների առումով ինչու՞ չէ ուզում եմ ասեմ որ
չգիտեմ, իմ կարծիքով շատ կարևոր բան է դա ու դրա հետ է պետք է աշխատել։ Բացասական ֆիդբեքի հետ աշխատանքը քո որակի բարելավման ամենաառաջին ցուցանիշն է։ Այդ բացասական ֆիդբեքը կարող լինի գոլեգաների կողմից, չէ՞։ Այդ կրիտիկա ընդունել, այսինքն եթե քո գոլեգան քեզ մասնագիտական առումով ինչ-որ ասենք ասում է այ տես օրինակ դու այս հաճախորդի հետ այս փուլում կարող որ սենց բան չասեիր, սենց ասեիր, կարող է գնայիր գործարքի ու այդտեղ ոնց որ չգիտեմ, մտածում են որ դիմացին այդ անում ուրիշ բանի համար, անում որ ինքը ավելի լավ է երևա եւ այլն, այդ էլ կարա լինի, այդ մյուս կողմին էլ է պետք է ասել, բայց պետք է սենց իրարից ֆիդբեք կարողանանք ընդունել։ Ես դրա համար այս ֆիդբեքի մշակույթի հետ կապված, դες մենք դասերի ժամանակ մի ամբողջ դաս անցնում ենք կառուցողական ֆիդբեքին։ Այսինքն ինչպես տալ կառուցողական ֆիդբեք, որ այն միտված լինի ոչ թե անձին, այլ խնդրին։ Սա շատ կարևոր է։ Մենք ինչ ենք ասում, դու էլի գործը լավ չես երել, հա։ Այլ աշխատանքը, որը կատարել ես, այն նույն չափանիշներին չի համապատասխանում, գուցե կարելի է տալ։ Մենք պիտի չխոսենք մարդուց, այլ պիտի խոսենք խնդրից, ու սա շատ կարևոր է։ Մյուսը, ես այստեղ անձի զարգացման մասով երբ խոսում եմ, ասում եմ ով է տալիս ֆիդբեքը, սա շատ կարևոր է, որովհետև օրինակ եթե տվյալ մարդը իր ռեալիզացիան, իր որևէ կետում գտնվելը քեզ համար ուղենիշ չէ, իրենից լսել ֆիդբեք ու այդ ֆիդբեքի հետ աշխատելը ինձ թվում է ժամանակի կորուստ է։ Օրինակ, եթե այդ մարդը չի գտնվում մի տեղում, ինքը այն մասնագետը չէ, ընդունենք, որը ծավալել է, որ ունի հաջողություններ եւ այլն եւ այլն։ Պիտի հասկանալ ումից է ստանում։ Կամ այդ պահին քո մենեջերն է, բայց այն լիդերը չի, որին դու համարում ես, որ դե հա, այդ արդեն տերի ու հաստիկի կոնֆլիկտների մասին է։ Բայց շատ է գալիս կպնում դրան, որովհետեւ այդ պահին կարող է այդ մարդը քո մենեջերն է, հա, քո ղեկավարն է, բայց դու չես համարում իրան որպես այն լիդերը, որը որ պետք է լինի, այսինքն իր մոտ ոչ թե իմ յետևիցն է, այլ դու գնացեք ես գնամ, հələ դու փորձի տեսնես։ Դրա համար եմ ասում, հասկանալ ումից ես գալիս, ու այդ արդյոք այդ մարդը քեզ համար հեղինակություն է որպես այդպեսին ուղենիշ այն ճանապարհի վրա է գտնվում, որը դու ուզում ես անցնել, որովհետև բոլորիս ոլորտներում կան չէ կայացած մարդիկ, օրինակ մեր ոլորտում էլ կան մարդիկ, ում ես փորձում եմ համապատասխանել իմ գործունեությունը, որովհետև իրենք ուղենիշ են, իրենց մոտ ստացվել է, որակը կա, ու դու դա տեսնում ես, դա չընդունել արդեն ինքնագնահատականի, հա, որոշակի խնդիրներ են, բայց հասարակությունը այս առումով ես այդ խնդիրները միշտ ասում եմ, էլի, չեմ սիրում մենակ դրական կողմի մասին խոսել, մեր հասարակությունը ավաղ քաջալերող չէ։ Մենք անընդհատ սիրում ենք խնդիրները, մենք չգիտենք տոները նշել, մենք չգիտենք հաղթանակները նշել։ Կներես, սենց բան ասեմ, էլի, դու Գյումրու, Երևանի կամ մնացած Հայաստանի այլ մասերի հետ այդտեղ տեսնում ես ինչ որ գեփեր, հա, որ այնտեղ ուրիշ ձևաց Երևանում կարող է մի քիչ արդեն սովորել են։ Գյումրիում մի քիչ շատ տնավարի է ամեն ինչը կատարվում, Երևանում մասնագիտական։ Այսինքն այստեղ տնավարի քեզ չեն ընդունում ու այդ մասնագիտական ուղղակի չեն ընդունում, դուրն փակում դիմարդեմքիդ կամ չգիտեմ ինչ որ մեկի մոտ վարդուշ խոսակցությունների շուրջ, սուրճի խոսակցությունների շուրջ։ Երևանում այս ամեն ինչը կատարվում է շատ տակտիկական, շատ պրոֆեսիոնալ, կատարվում է օրինակ ամբողջ LinkedIn այսօր ինչի մասին է, լրիվ մոռացել են, ուր ենք, ինչի համար ենք հավաքվել, ամենամեծ հավաքագրման ռեսուրսը մեզ համար դարձել է բողոքների աղբյուր, գնացի ես ինչ ընկերություն, տեսա ես ինչ խնդիրը, բողոքեցի, ինչու չենք բարձրացնել խնդիրը հասցեատիրոջ մոտ, ինչու այդ լուծումը չենք ստացել։ Բայց մի հատ է բան է, նախ այդ մշակույթի ժամանակին չկար, բարձրաձայնելու դա էլ էր վատ, ֆիդբեք ստանալ նախորդ ընկերությունից այդ էլ չկար, հիմա քիչ թե շատ կամաց ոնց որ բան է անում։ Էլի տնավարի է։ Ահա, դե մեր սերունդը, հա, մեր սերունդում ասենք հիմա IT ոլորտով զբաղվող մարդկանց ես շատերին ճանաչում եմ, եթե չասեմ մեծամասնությանը, ու երբ որ ֆիդբեք եմ ուզում ստանալ, հա, կարող ասենք պաշտոնական նամակով HR-ը գրի եւ այլն, տեղ չհասնի կամ այնտեղ մյուս կողմից չնայեն կամ HR-ն ասի մի հատ այն ձեր ձևերով, հա, զանգեմ ասեմ գերոջս, ասենք Պողոս ջան, այս մարդու մասին գուցե այդ մարդուն մասին մենք սխալ մարդուց են կարծիք հարցնում, տեխնացուին տեղյակ պահելը շատ կարևոր է HR-ականի մեջ ու նա։ Դե ընդհանրապես մենք ունենք դրսում փորձ ինքդ գնա բեր ռեկոմենդացիա։ Հա, դե էլ ունենք, բայց կարող է ուղղակի ասել, եթե ամեն մեկը մեկի մասին լավ բան կգրի, գգա չէ։ Հա, կամ կգտնեն այն մարդուն, ով միայն լավը կարող է։ Ես բանակից եմ այդ օրինակը լավ հիշում, Լիլիթ, երբ որ բան ունեինք, հիմա չգիտեմ այդ պաշտոնը կա թե չէ, կոչվում էր անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։ Բանակ չեմ ծառայել։
Ես ասում եմ, ահտա գծով տեղակալ HR-ի գործնական իմաստը, կառավարումը բանակից։ հա, ու ինքը բոլոր գրեթե բոլոր զինվորները վերջում ունեին մի հատ տենց գրքույկ, որ իրենց մասին գրած էր թե 2 տարի ոնց որ chat GPT-ին ասես լավ բան գրի 100 տարբեր տեքստով վերցնես այդ տենց էր ասենք ոչ մեկի մասով տենց չէր գրվում որ այս մարդը հատկությունը չէ ասենք օրինակ չգիտեմ հա այս բանը լավ անում այս բանը վատ անում կամ sense կամ sense բոլորը գրեթե ամեն ինչ լավ էին անում copy paste վիճակ էր ու այդ ոնց որ դե բանակն էլ ասում են որ հասարակության բանն է չէ ինտերպրետա պրոյեկտումն է ինչ որ կառույցի վրա այդ մասով էլ ես չգիտեմ մի քիչ թերացումներ եմ տեսնում որ այդ feedback հարցնելը այդ ինքնուրույն որ տաղանդը հա մեր գնա իր նախորդ աշխատատեղից feedback բերի ներկայացնի քեզ ու դու դրան վստահ ես այդ feedback բայց այստեղ feedback տալուց առաջ չես կարծում որ պիտի մշտատի տարկում լինի մենք ախր այդ համակարգերն չունենք համակարգ չկա, որ կգնահատի աշխատակցին որոշակի ժամանակային միջակայքի մեջ։ Հա, դու հիմա հիշում մի վատ բան։ Հա, այդ արդեն ոնց որ դու կառավարման համակարգի իմաստն ես ասում, որի բանը բացը միանշանակ նկատվում է ու Դες կառավարման համակարգը իմ համար մի քանի խնդիր է լուծում այս առումով։ Տաղանդը մենք տաղանդների, քանի որ ատենախոսությունս այդ թեմայով է տաղանդների, ես գրում եմ եւ պետական մասշտաբով տաղանդի մասին, այդ քո ինֆորմացիայի ասելը շատ լավ է, բայց մենք անհատի մասին կարող ենք ինֆորմացիա ունենալ դերևս մանկապարտեզից, իմանանք օրինակ քո մասին բավականին հետաքրքիր փաստերից դու մեկը լինի։ Թե չես գնացել ուղղակի ու մանկապարտեզ գնացել եմ, բան, այս մեր անձնավորի հրապարակի մոտի չեմ հիշում, պատկերացրու, եթե շղթան ճիշտ ձևով մարդու մասին ինֆորմացիան փոխանցվեր, ավելի հեշտ կլիներ իր հետ աշխատելը եւ իրեն ավելի հեշտ կլիներ։ Ես օրինակ այդ մասով ասում եմ, թե բայց որ դպրոցից ինֆորմացիան ինստիտուտ փոխանցեին, вообще վատ կներ իմ համար, որովհետեւ ես տարբեր բաների գիտելիքների առումով չէ, ես լավ եմ սովորել կարամ ասեմ դպրոցում կարան կոմենտում բան անեն, հա, դասատուներս նախքին հերքեն, բայց ամեն դեպքում, բայց վարքի առումով ու այդ անցումային տարիքի առումով լրիվ շատ մեծ տարբերություններ ունեցել եմ համալսարանում հենց առաջի օրվանից ու ոնց որ եղել եմ դպրոցում միջև վերջ այդ առումով ունենայինք կետ նորմալ է ու համալսարանում ամեն դեպքում վարքը առաջնահերթություն չի համարվում հա որպես այդպեսի բայց իմ մոտ ավելի լավ է եղել դե այդ եմ ասում այսինքն եթե այնտեղից վատ ռեկոմենդացիա բերեիր այդքան շատ ուշադրություն չէին տա կշիռներով ավելի չէ բայց մի հատ հետաքրքիր բան ասցիր որը գալի կպնում համալսարանական կրթության ու բանի տարբերություն մասնավորի համալսարանականի ու աշխատաշուկայի այսինքն ամբողջությամբ տարբեր է չէ այն մասը որ մասնավորի արդյունքների առումով հա որ շրջանավարտների քանի տոկոսն է մտնում աշխատաշուկա բուհում ու մասնավորը քիչ թե շատ այդ ֆիդբեքը մասնավորը քիչ թե շատ պատասխանատվությունը իր արածի մասնավորը քիչ թե շատ գումարային տեսանկյունից կարող է մի քիչ ավելի քիչ է սահմանափակված քան բուհը, որտեվ ամեն դեպքում հիմա չգիտեմ ոնց, բայց մեր ժամանակ բուհերում կար կուրսից կուրս մարդուն զուտ տանել, ոչ սեմեստրից վճարի, որ այդ գուհը կարողանա պահպանել իր մեր մոտ տեղել է այն որ լծվում են շատ ուրախ եմ, բայց երևի ոչ բոլոր համալսարաններում դե դրա համար խոսում եմ հենց մեր համալսարանի մասին, որովհետև այստեղ մենք ինքներս մարդուն ու ուսանողին սահմանեցինք որպես նշածող էլի դրանից ստեղծվեց փոփոխությունները հա այստեղ ֆորմալի ու ոչ ֆորմալի համապատասխանեցում ինչու առաջացավ առհասարակ ոչ ֆորմալ կրթության ձևաչափը ինչի համար որովհետև ֆորմալ ուներ բաց էր չէ Այսինքն աշխատաշուկայի անհամապատասխանություն մեր կրթական ծրագրերը հիմնականում չեն համապատասխանում աշխատաշուկայում նույն job description-ներին։ Առհասարակ մարդը չի պատկերացնում ինքը ինչ է անելու, օրինակ ընդունվելու որպես հաշվապահ։ Ինքը սովորում է, չնայած ես այստեղ շատ կարևոր շեշտադրում եմ անում եւ ուզում եմ անպայման նշել, որ ինձ համար ֆորմալ կրթությունը առաջնային է, որովհետեւ տես երևի կհամաձայնես, հա, միջազգային ընկերություններում IT մասնագետները բարձր հաստիկների կարող են հասնել, եթե ունեն համապատասխան ֆորմալ կրթություն։ Ու ես այստեղ երեխեքին միշտ ասում եմ փոքր վարժանք, հա, որպեսզի հասկանաք, որքանով է կարևոր որ մասնագետն ունենա նաև ֆորմալ բեքգրաունդ, այլ տրեյնինգային մակարդակի մենակ չլինել, չեմ ասում վատ է, ասում եմ ուղղակի մակերեսային գիտելիքի մասին ենք խոսում։ Դու կարող ես ուղղակի լսել նույն թեմայի շուրջ երկու մասնագետի խոսք
ու կհասկանաս, որ այնտեղ համարյա 80%-ը ջուր է, երբ որ չունի ֆորմալ կրթություն։ Ֆորմալ կրթությունը նպատակը կողնե այդպիսին է, որ ձևավորեք մտածողություն մասնագիտական։ Եթե կա մասնագիտական մտածողություն, փորձել չունենաս, գտնելու ես ճանապարհները։ Ու բացի դրանից, ասում եմ երեխեք, այսօր գիտելիքի իմիտացիա, գիտելիքի իլյուզիա հասկացություն կա, որ այնքան եք լսում ռիլերով, հա, այս ինչ բանի մասին։ Ու բոլորս մեզ զգում ենք, մեկ, չգիտեմ, SMM մասնակետ ենք զգում, մեկ ռիլ մեյքեր ենք զգում, գիտելիքի իլյուզիա է ձևավորում։ Ասում եմ, որպեսզի հասկանաք, դուք գիտեք տվյալ երևույթի մասին թե չէ, գնանք համալսարանական ֆորմատին, սահմանեք երևույթը։ Հիմա եթե օրինակ ասեմ ինչ է բանակցությունը, դու կկարողանաս քո սեփական սա, քեզ չեմ հասնում։ Չէ, բայց կարաս մի տոննա բան խոսած դրա մասին։ Բայց չէ, կար սահմանել, որ դրա համար ասում եմ հիմքը, այդ հիմունքները, հա, թեկուն ծրագրավորման մասով, հա, կներես որ ընդհատում եմ, ծրագրավորման մասով էլ է տենց։ Հիմա մենք տալիս ենք ոչ ֆորմալ կրթություն, ասում ենք 6-7 ամիս մարդիկ մտածում են դա երկար է, բայց դրա մեջ փորձում ենք տեղավորել էսեն։ Ես ֆորմալ կրթություն եմ ստացել այդ ոլորտում պոլիտեխնիկում 4 տարի պլյուս 2 տարի ու այդ ծրագրման հիմունքները, հա, կան ինչ-որ կոնկրետ լիքը բաներ, խաղերի տեսություն, սենց լիքը բան, մաթեմատիկաների տեսակներ, էսեն, սենց շատ չեմ ուզում տանեմ մասնագիտական բանի վրա, բայց դրանք ձևավորում են կոմոդ, լիքը հիմք, գիտելիք, որի հիման վրա դու հետո շատ բաներ հասկանում ես, նույնիսկ ենթագիտակցում, կարող է դու պայտակ չիմանաս, որ դրա հիման վրա դու էսի հասկացար։ Միանշանակ, դրա եմ ասում, երեխեք մի հատ սահմանեք, դուք բոլորդ ասում եք մենք գիտենք ինչ է մարքեթինգը։ Մի նախադասությամբ սահմանեք ինչ է մարքեթինգը, կդժվարանաք։ Եթե չունեք հիմնավոր գիտելիքներ, կդժվարանաք։ Մենք խաղել ենք խաղում հաղորդակցման հմտություններ առարկայի շրջանակներում, միշտ երեխեքի հետ խաղում եմ, ասում եմ, կարդացեք բառը, ուղղակի սահմանեք։ Նույն ազնվությունը, նույնը, չգիտեմ, այնքան ենք խոսում ամենի մասին, չեն կարողանում, խառնում են իրար, ասեն, վայ, մի րոպե, ախր գիտեմ ինչի մասին է խոսքը, այդպես էլ այդ սահմանումը չի լինում։ Իսկ արդեն ֆորմալ կրթությունը թույլ է տալիս, հիմա օրինակ իմ մրցակցային առավելություններից մեկը, այդ շարադրանքն է, հա, տեքստերն է, որը շատ արագ է գալիս, մտքերն են, ձևակերպումներն են, ու ինքը թույլ է տալիս, որպեսզի դու հիմնավոր գիտելիքները նաև փոխանցես, աշխատես տարբեր տեսակի մտածողությամբ մարդկանց հետ, տարբեր գիտելիքների շերտերի հետ աշխատես։ Եթե դու գիտես այսքան տրեյնինգից վերցրած ինքդ ոչ ֆորմալ կրթությունով ձևավորված, հա, չունես բազա, որի հիման վրա կարող ես ստեղծել, դու դժվարությամբ կկարողանաս հերուն տեսնելն է դժվար, որ ասենք օրինակ կոնֆլիկտային իրավիճակներում, հա, որ հասկանաս, որ հեսա կոնֆլիկտ է լինելու, միանգամից անես ձևակերպես ասածդ, որ դրան չհասնի, ոչ թե խոսքի գնաս կոնֆլիկտի, հետո որոշես կոնֆլիկտը ոնց լուծես, մի կերպ լուծես ու ասես, որ ես լավ բանակցող եմ։ Իմ կարծիքով չէ, այստեղ ինձ թվում է բանը Կարոյանը պետք է ասի, բայց ամեն դեպքում, հա, ինձ թվում է ճիշտը ի սկզբանե է։ Ես հարցում եմ իրեն, բանը չղայնացած ինչ-որ մեկին պատասխան եմ ուզում գրել, դե իմ մոտ էլ կա այդ հմտություններ, բայց ես մասնագետ չեմ։ Այսինքն ես միշտ սիրում եմ տարանջատել։ Իմ մոտ շատ լավ ստացվում է։ Ամեն մարդ զբաղվի դրանով, չէ՞։ Ինձ զանգում են օրինակ Գյումրիի շուկայի համար, դե եթե սկզբում չասեցի, բայց ամեն դեպքում հիմքն եղավ, որ ինչպես HR-ը բերել Գյումրի։ Ու այդ հարցից պատասխանն էր, որտեղ է գյումրեցիները հիմնականում սոցիալական մեդիայում։ Ու դու հասկանում ես, որ դու պիտի խոսես, կրթես ու ցույց տաս, որովհետև ոչ մեկ չի գալու քեզ լսելու, դու պիտի խոսես, որպեսզի մարդիկ լսեն։ Իհարկե դա էլ իր դժվարությունները, որովհետև ինձ համար բավականին դժվար էր այդ մասն անելը։ Երբ որ ես սկսեցի էջը վարել, այսօր էջը բավականին մեծ դիտելիություն ունի ու հասել է գոնե որոշակի լսարանի, ինձ զանգում ասում էին Լիլ ջան, դու ՍՄՄ կենես։ Մեր ՍՄՄ-ից։ Քսեմ ես մենակ իմ SMM-ը ՍՄՄ չէ։ Այդ հարցը մեզ են շատ տալիս, որ մենք եւս մի անգամ ասում եմ, մենք ծառայություններ չունենք, մարքեթինգ եւ նմանատիպ։ Բայց համոզեցին ես, գիտես չէ՞, մի անգամ մի գործընկեր եմ ունեցել, պիտի պատմեմ։ CV պատվերով եկավ այդ գործընկերս, իրականում շատ լավն է, այսօր մենք լավ ընկերներ ենք իրար հետ։ Եկավ CV պատվերով, CV-ին կազմեցի, ասաց ոնց հասկացար դու իմ մասնագիտությունը։ Ու ոնց կարողացար էլի իմ մասնագիտությունը այսքան ճիշտ ներկայացնել, որովհետև դու կկարողանաս մեր համար պրեզենտացիա պատրաստել։ Ու տեղից սկսել։ Համոզեց։ Ես այդպես օգնության կարգով փորձեցի, օգնեցի, մի ընթացք աշխատեցինք իրար հետ, բայց հետո հասկացանք, որ չէ, ես HR մասնագետ եմ, ուղղակի որ ստացվում է կոմոդ ինչ-որ բան, մարդկանց մոտ այդ ասոցիացիաների Դե այդ մասը կա, էդ էլ է հա մեր երևի աշխատաշուկայի խնդիրներից,
որ մի հոգու վրա դրվում է տարբեր պարտականություններ ու եթե ինքը ինչ որ առավել եւս ոչ թե outsource է, այլ այդ հիմնանում է, հա, այդ ֆիրմայում աշխատում, իրան ասում են դե ձեռի տեսել են, հա, ինչ որ չափով դա պետք է անել, որ օգնել կազմակերպությանը, եթե փոքր ծավալ է, հա, ասենք, բայց եթե դու դառնում ես արդեն, չգիտեմ, ամեն ինչ։ Բան ասեցիր, այդ փոքր ծավալ, նոր խոսում ենք կառավարումից ու ավտոմատացումից։ Հա, չափելիությունը Չափելիությունը դե ես ուզեի որ մենք մի քիչ դրա մասին էլ ավելի մանրամասն խոսենք, այդ համակարգերը ավտոմատացման, որով նաև մենք զբաղվում ենք կազմակերպությունների համար ստեղծում ենք, հա, այն համակարգերը, որոնք իրենք են ուզում, այդ մեր ուղղություններից մեկն է, բայց ինչքանով է այդ կարևոր համակարգն ունենալ այս ուղղության վրա, հա, որովհետև շատ կարևորում են այս վերջերս ունենում են վաճառքների համար, հա, տարբեր բաների համար, հա, ուղղություն վաճառքների համար, չգիտեմ, տարբեր բաների համար, ինչ նախ կուզեի հասկանայինք ինչքանով է կարևոր հավաքագրման process-ը ավտոմատ տանելը եւ ինչքանով է կարևոր դրանից հետո լավ մարդը եկավ, ընդունվավ քո կազմակերպություն աշխատելու, դրանից հետո այդ ավտոմատ համակարգը ինչ պիտի անի ու ինչով պիտի քեզ օգնի։ Շատ լավ, ուրեմն կառավարման առհասարակ ավտոմատացված համակարգերին ու HR ավտոմատացված համակարգերին անդրադառնում եմ հենց դասընթացի մեջ, ինքը էլի մի ամբողջ 2 դաս է, 2 դասով անցնում ենք, որովհետև այսօր HR-ը որպես այդպեսին առանց համակարգերի չի կարող արդյունավետ լինել, կարող է, բայց չի կարող արդյունավետ լինել։ Ինչի մասին է սա խոսում։ Ես շատ եմ կարևորում տարբեր process-ների ինտեգրումը, բայց առաջին հերթին վերցնել հասկանալ ինչ է քեզ պետք, որոնք են քո հիմնական ուղղությունները, որովհետև դուք որպես հենց ծրագրավորող, դուք գիտես, որ տվյալ ես պիտի ընկերությունը ասի, հա, իմ առաջնահերթությունն օրինակ ուսուցումն ու զարգացումը աշխատակիցների համար ու հավաքագրումը, դու ըստ այդմ ստեղծես իր ծրագիրը, բայց եթե ինքը ուզում է ամեն ինչ, դա արդեն այլ պատմություն է կարելի ասել։ Հասկանալ քեզ ինչ է պետք առհասարակ, որն է օրինակ թվականակից կախված, գործունեության ոլորտից կախված, այս ամեն ինչից կախված դու հասկանաս ինչպիսի համակարգ է քեզ պետք։ Հավաքագրման գործընթացում կոնկրետ ավտոմատացված համակարգերը առաջին հերթին թույլ են տալիս պահպանել ճշգրտությունը տվյալների, դատաների ու չկորցնել որևէ մեկին, չուշանալ այդ նույն մեժման նամակների հասցեատերերը չդառնալ, overlap կարծեմ չէ տերմին կա։ Միացած հետաքրքիր բան կա, ոչ միայն հայկական, չեմ ուզում էլի sense հայկական ընկերությունների վրա ամեն ինչ բան անեն, բայց եղել են իմ մոտ նաև ոչ հայկական, որոնք որ ուղարկում են նույն նամակը նույն ժամանակահատվածում, նույն position-ի համար տարբեր recruiter-ներ նույն կազմակերպությունում աշխատում։ Մեկը մյուսից տեղյակ չի։ Այդ գիտես ինչ։ Կամ եղել է դեպք, որ իմ հետ չէ, բայց ընկերներից մեկի հետ անցել է բոլոր փուլերը, offer-ն ընդունել է, պետք է մյուս երկուշաբթի օրվանից անցնի աշխատանքի, այդ ուրբաթ օրը նույն կազմակերպությունում ուրիշ product-ի նույն position-ի համար այդ recruiter-ը ուղարկել է ոչ հայկական։ Ուզում եմ ասեմ դուրսնել այդ գործատուների խնդիրն է, այսինքն գործընկերները բաց չեն։ Եղել է ես էլ աշխատել եմ տարբեր ընկերությունների հետ միջազգային հավաքագրման կոնտեքստում, հա, աշխատել են եւ ներքին աշխատակիցներ, այսինքն հավաքագրման թիմն է աշխատել եւ outsource են արել ու իրենք data չեն տրամադրում։ Այսինքն միասնական բազա չի եղել, որի վրա աշխատեն։ Տարօրինակ մոտեցումներ այս մասով շատ են, վստահաբար կունենան առիթ դերևս խոսելու, բայց ինքը հեշտացնում է բնականաբար process-ները, դու ոչ մի փուլ բաց չես թողնում առաջին մինչև ավտոմատացված համակարգը դու պիտի ունենաս կանոնակարգեր, քաղաքականություն, կանոնակարգ, որը կներդնես ու համակարգը կգործարկվի։ Երբ ենք պատասխանում, կակ մինիմում, հա, գոնե երբ ոնց ենք մերժում։ Follow-up-ը թեկուզ 5-ից 7 օրվա ընթացքում ենք անում, հա, նամակը գրել ենք, մարդուն պիտի եւս մեկ անգամ նամակ գրենք, որպեսզի կարողանանք տեսանելիություն բարձրացնել։ Այս ամեն ինչը արդեն թույլ է տալիս, որ դու ուղղակի չկորցնես ճիշտ կատարես աշխատանքը։ Բացի դրանից համակարգված բազա ունենալը այսօր ամենակարևոր ռեսուրսը դա դատան է, տվյալներն ու տեղեկատվությունը։ Եթե դու դրա հետ ճիշտ ես աշխատում, անալիտիկայի կտորում ես ամեն ինչ դնում, ֆիլտրում, հասկանում ենք որտեղից եկան պատճառները, ովքեր են մեզ մերժում, ինչի համար են մերժում, օրինակ նույն TCO-ի հետ աշխատանքի մեջ մենք առանձնացրած ֆայլ ունենք, ես այդ չեմ կիսել, որովհետև դա մեր համար է, այսպես ասած, բայց այստեղ ասեմ, ինքը վարկանիշային մասով առանձնացրել ենք, հա, երբևէ ունեցել բացասական feedback օրինակ որ կազմակերպությունը այս կազմակերպությունը մեզ չի հետաքրքրում կամ ոչ չենք ունեցել, չէ, մի դեպք ենք ունեցել, բայց լավ։
Հա, մի դեպք ունենք անձնավորված հետևից կոնկրետ իմ չկտա անկեղծ որևէ պատճառ, չկտա, բայց մինչև այդ ընդհանրապես չի եղել գլոբալ առումով մեկ-մեկ դնում են մեր հիմք կազմակերպության վարկանիշ երբևէ չենք ունեցել, օրինակ, դա առանձնացնում ենք, հա, աշխատավարձերի հետ կապված չենք ունեցել։ Պրոյեկտ ունենք, հեսա շուտով ինքը լայվ կգնա մեր գործընկերներից մեկին, մի քիչ կոնկրետ դրա հետ է կապված, կարողանալու են բարևենք մեր գործընկերոջը, կարողանալու են մարդիկ ռեյտինգ տալ ընկերություններին, կարողանալու են ֆիդբեք տալ ու հիմնականում ինքը կապված է օրենքի չպահպանման հետ, աշխատաշուկայի հետ է կապված ու այնտեղ օրենքների ամբողջ բազան ենք ունենալու ու AI assistant ենք սարքում դրա համար, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ցանկացած տերմինոլոգիայով, ցանկացած շարադասությամբ հարցը տալ ու AI-ը գտնի օրենքից կոնկրետ պատասխանի, որ սենց է ճիշտը, սենց է ըստ օրենքի նախատեսված ու կարողանան կազմակերպությանը ասել մարդիկ ու դա լինի նաև public, որ այս կազմակերպությունը այս ինչտեղ այս ինչ բանը խախտել։ Մաքսո բարևում եմ նաև այն կազմակերպություններին, ովքեր չեն պահում։ Այսինքն ինչպես են խրախուսում այդ վարկանիշավորումը, որպեսզի գնահատեն։ Դե խրախուսելը նայեք, առաջի հերթին Լիլիթ ջան, խրախուսելը այդ կազմակերպությունների համար պետք է լինի դրական, որ իրանք բարձր վարկանիշ ունեն։ Ինչպես խրախուսել հաճախորդին, որպեսզի ինքը տա որոշակի գնահատական Հա, այդ արդեն մարքեթինգ է, որը պետք է անի ընկերությունը։ Դուրս ես գալիս մեքենայից, գոռում է իրենց պլանը, հա։ Հա, գոռում է, բայց ուզում ես հասկանալ ինչ եղավ, բայց մի անգամ ավելի վատ դեպք եղավ, հեռախոսս ուզեց, ասաց ես քեզ գնահատեցի, մի դու ինձ։ Տարբերակով եղել է կամ օրինակ խանութում բան է, չէ՞, սպասարկումն իրականացում, ասում եք գնահատեք ու դեմքիդ է նայում ու 3 սմայլիկ է դրված։ Էդ էլ պիտի հասկանանք ինչպես ու մարդը ինչի համար պիտի տա այդ կարծիքը։ Մենեջերների շատ լավ խոսք կա, ամենամեծ ծախողումն է հարցնել կարծիք ու ոչ մի բան չանել դրա հետ։ Հա Հա, այդ հավաքագրումն է կարծիքների, որ բնականաբար դրանից հետո։ Դե հիմա օրինակ ավտոմատացման բաներից մեկն է, չէ՞, հետո ինչ անել դրա հետ, ստատիստիկան։ Մյուս փուլում դες հարցազրույցների մասով մենք ունենք բանն է հիմնականում ամենամեծ դժվարությունը, երբ որ չկա ավտոմատացված համակարգ, ինքը էլի կառուցվածքային հարցազրույցների իրականացնում է, որը ես բացառապես այդպես եմ աշխատում, այսինքն հստակ կառուցվածքով, հստակ հարցաշարով յուրաքանչյուր հաստիկի համար, այստեղ նոթերի հատվածն է, որը ինձ համար բավականին բարդություն է առաջացնում, դե իհարկե գրում եմ, հետո տեղայնացնում եմ դրայվների վրա ենք աշխատում, օրինակ եթե չկա որևէ համակարգ, բայց համակարգերը հենց նոթեր ունեն, ֆիդբեքի հատված ունեն, որ բոլորը գրում են իրենց ֆիդբեքը, նույն սկորքարդերը դրվում է համակարգում, մարդիկ գնահատում են։ Մենք սա այս պահին դերևս կոնկրետ կազմակերպության մեջ անում ենք կոնկրետ դրայվի շիթի վրա այդ տարբերակով, բայց ավտոմատացված համակարգը սա թույլ է տալիս, որ դուք այդ ժամանակատար process-ներից դուրս գաք ու նաև ճշգրտություն ապահովեք data-ի։ Տեխնացում լինի գնահատված համակողմանիորեն բոլոր մասնակիցների կողմից, օրինակ SEO-ն է նստած հարցազրույցին HR մասնագետն է, hiring manager-ն է, ու բոլորը պարտադիր տան ֆիդբեք, որ օթի մեջ չմնա, էլի, որ չհիշեն ով ինչ է ինչ։ Դες հետո մենք այդ տեխնացուին գալու ենք, եթե դու հավաքագրման մեջ ես, մենք միշտ հիշում ենք բոլորին, մենք վերադառնալու ենք։ Եթե վերադառնանք, շատ ավելի հեշտ կլինի։ Դու այնտեղ նշում ես օրինակ մեջման պատճառը, ընդունենք անգլերենի իմացության մակարդակը B1 է։ Հետո կարող է մարդը 2 տարի հետո մի հատ հարցով ես ճշտում, ոչ թե գնում ես նորից ես սկսում process-ը, շատ կարևոր բան է, որ կարող է ամեն ինչով բավարարում էր, անցնում է մի տարի կամ որոշ ժամանակ դու այդ մարդուն կապվում ես, ասում ես կարող է անգլերենի մակարդակը բարձրացել է, եթե հա, արի ու չես սկսում 0-ից, էլի մի հատ վերջնական փուլից։ Իսկ արեստ բանի մասով ոնց արհեստական բանականությունը ուր է հասել ձեր մոտ։ Վերջի հոդված ունեմ, սրա վերաբերյալ գրված, որը վերաբերում է արհեստական բանականության ազդեցությունը ՄՌԿ process-ներում, ինչպես են կիրառում, ու ես այնտեղ հակասական լիքը կարծիքներ եմ գրել, դες ինչպես են կիրառում։ Առաջին հերթին վստահ եմ տեղյակ ես այս մասով, մենք ունենք աշխատանքի նկարագիր, ըստ նկարագրի առաջին փուլում սկրինինգի հատվածում CV-ների մեժում, CV-ների սինխրոնիզացիա, այսինքն կոնկրետ զննումն է իրականացնում արհեստական բանականության միջոցով։ Հասկանում ենք համապատասխանում է այդ մարդը, թե չէ։ Ինքը շատ լավ գործիք է, բայց եթե աշխատաշուկայում մարդիկ չունեն հմտություն կազմել գրագետ CV-ներ, ինքը խնդիր է առաջացնելու միանշանակ։ Մյուսը նամակների հետ կապված, ինքը շատ օգնող գործիք է, տարբեր նամակներ ուղարկելու բովանդակությունը տալիս է, tone of voice ես նշում, ինքը միանգամից գեներացնում է նամակն ուղարկում է, կարելի է օգտագործել, բայց ես սիրում եմ անհատականացնել, որովհետև process-ում մարդը ամեն դեպքում իրեն պիտի կարևոր զգա։ Ինչքան էլ գնում ենք
ստանդարտիզացման, ինչքան էլ գնում ենք համակարգերի, եթե ես մտնեմ օրինակ եղամ քո էջում տեսնեմ մի բան, որը միայն քեզ է հատուկ, օրինակ ֆուտբոլ ես սիրում, չէ՞։ Տեսել եմ։ Ես չեմ սիրում, բայց ստիպված եմ եղել տեսնել այդ մասը ու հասկանալ, իհարկե դեռ չեմ խորացել, որովհետև քեզ հետ հայրենիքի process չեմ ունեցել։ Ես տեսնեմ այդ մասը ու փորձեմ քեզ հետ կապ հաստատել հենց այդ թեմայի շուրջ։ Դու քեզ զգալու ես գնահատված, անհատականացված։ Սա մի փոքր խանգարում է այդ մտածողությանը, բայց ամեն դեպքում էլի կիրառելի է։ Մյուսը ինչու կարող ենք HR-ի սա բոլոր process-ներում, հա, HR-ի կարող են կիրառել կոնկրետ արհեստական բանականությունը KPI-ների հատվածում կարող են կիրառել, ինչպիսի KPI-ներ կարելի է մշակել, բայց ես էլի ամեն դեպքում գալիս եմ մարտուն, որովհետև մի հատ այսպիսի բան ասեմ, հա, ինձ համար process-ը պիտի աստիճանական զարգացում ունենա։ Եթե մենք այս պահին դերևս չունենք կուր HR համակարգներ դրած, մի հատ էլ անցնել արհեստական բանականության կիրառությունը ինքը բերելու է խնդիրների։ Մենք պիտի этап անենք, հա, դնենք համակարգը, բոլոր ոլորտներում է տենց, որ ցած միանգամից տանում են ինքը լիքը խնդիրների է բերում իրանց, հա։ Դրեցինք անցանք, հետո թեստավորեցինք, արդեն էս մնացածի, բայց ավտոմատացված համակարգի հետ աշխատել ենք տնտեսագիտականում, հա, համալսարանում, ես այդ վարչական աշխատանքի ժամանակ ինքը մի էլի լավ առավելություն ունի հենց աշխատողների համար։ Միշտ կա, չէ, բարդել գործը, չարած աշխատանքը ինչ որ մեկի վրա ամբողջությամբ երևում է։ Ով ինչ է անում, երբ է անում, ինչքան ժամանակ է հատկացնում, ինչ արտադրողականությամբ է աշխատում։ Դե ավտոմատացումը այդ ոնց որ մեր հիմնական մասնագիտությունն է ու կառավարման համակարգեր մշակել ու ոնց որ դրա առավելությունները անսահման են, էլի բոլոր մեծ բիզնեսները անում են ու օգտագործում են, ես փոքրներին ու միջիններին էլ խորհուրդ կտամ, որ ինչքան հնարավոր է ավտոմատացնեն իրանց process-ները նաև այս ուղղությամբ, որովհետև դա շատ պլյուսներ ունի։ Ու վերջին հարցը Լիդիա ջան, քանի որ մեր ժամանակն էլ է սպառվում, Գյումրի օրինակով ռեալիզացիան տեղանքից անկախ ինչ խորհուրդ կտաս ու ինչ կպատմես այս մասին։ Պես արտահայտություն կա, հա, տաղանդը սահմաններ չի ճանաչում եւ ցանկացածս մեր ներուժը առավելապես այսօր աշխատաշուկան, երբ որ տարածական, հա, ֆիզիկական սահմաններ, որպես այդպեսին գոյություն չունեն, մարդը կարող է աշխատել ցանկացած վայրում, բայց կանք հենց սկզբից ճանաչել ինքդ քեզ, զարգացնել եւ այլն հնարավորությունները հասկանալ, իսկ Գյումրին դա ընդհանրապես տեղանքի սահմանափակում է ու լավ հնարավորություն նաեւ կրթելու, զարգացնելու նաեւ միջավայրի ձևավորման համար։ Եթե այլ տեղեր գուցե process-ներ կան, դուք այստեղ կարող եք լինել առաջիններից մեկը, որի մասին կխոսեն։ Ես երեխեքից միշտ ասում եմ, այդ արտահայտությունը իմ բրենդային արտահայտություն է, կարելի ասել, մշակույթ ձևավորում ենք յուրաքանչյուրս։ Մենք չենք կարող նստել ու սպասել, որ ինչ-որ մեկը մեզ համար խաղի կանոններ է սահմանելու, process-ներ է բերելու, հրամցնելու։ Մենք կարող ենք լինել դրա մասնակից։ Երբ որ երեխեքն ասում էին, մեզ ինչ պետք է CV կազմել, ասում եմ, թեկուզ այն գործատուն, որը ոչ մի բան չի հասկանում CV-ներից, գնալու եք հարցազրույցի, տանելու եք մեկ CV։ Ինքը միանգամից կողքի է դնելու։ Երկրորդն այդպիսի CV-ով ներս մտավ, ասելու այդտեղ ով կա հասկացող, եկեք մի հատ բերեք, տեսնենք էս ինչ է, էլի, չէ։ Ու այդպես ցանկացած process։ Հիմա մենք պիտի կրթելով սովորեցնենք։ Մարդիկ ովքեր չգիտեն, նորմալ է որ չգիտեն, որովհետև իրենք էլ գիտեն իրենց ֆինանսական գործունեությունը, իրենք էլ գիտեն իրենց բիզնեսի իրականացման մեխանիզմները։ Երեխեքս որ լավ չեն սովորում տղաներս, ասում եմ, տղաներ, ինչով եք ուզում զբաղվել, բիզնես սովորում, որ խելացի բիզնեսմենը գիտեք, ինչ շահութաբեր է։ Խելացի բիզնեսմեն դինելը, ուղղակի բիզնեսմեն դինելը, այդ հասկացությունը վաղուց դուրս է եկել արդեն։ Պիտի հասկանանք, որ տարածքը սահմանափակումներ չունի։ Դե մենք էլ օրինակ մեր դասընթացները, ասենք վեբ ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, UI UX բոլոր դասընթացները այնպիսին են, որոնք ընդհանրապես չեն սահմանափակում, հա, Գյումրիում լինել։ Հա, մենք փորձում ենք ստեղծել, ու արդեն ստեղծել ենք ստեղ նաև թիմ ու հնարավորություն ստեղծել, որպեսզի Գյումրիում մնան աշխատեն, բայց դու կարող ես Գյումրիում մնալ, բայց աշխատել on-line, աշխատել հեռավար, այս դարում մանավանդ աշխատել remote ու ոչ մի ստեղ սահմանափակում չկա ու կամաց գրեթե ոչ մի մասնագետ։ Նույն լեզվաբանները, HR մասնագետները, վաճառքի մասնագետները ոչ մի սահմանափակում չունեն, հա, այստեղ որտեղ ես ապրում, ես աշխատել եմ թիմերում, աշխատում եմ թիմերում, որտեղ մարդիկ տարբեր տեղերից են, տեղափոխվում են ու դու քո թիմակցի մասին, որ ինքը արդեն օրինակ Կիպրոսում չէ, Բալիում է, դեպք եղավ, ես իմացել եմ 4 ամսից։
որ ինքը 4 ամիս է Կիպրոսում չի, արդեն բարի է, ես միշտ գիտեմ ինքը Կիպրոսում ապրում։ Այս տիպի տարբերություն չկա, էլի, կարող է մարդն է, անհատականությունն է ու տարածքը, որտեղ որ ինքը ապրում է, ընդհանրապես ոչ մի բանի վրա չի ազդում։ Համեստության կանոնը չխախտեմ, բայց ամեն դեպքում, երբ որ ես սկսում էի 2 տարի առաջ, երբ որ ես որոշեցի ուղղակի մի օր դասավանդել էի ջար, այդ ժամանակ ինձ բոլորը հարցնում են, դա ինչի մասին է խոսքը։ Չեմ ասում ես եմ միայն, բայց ասում եմ, որ առաջամարտիկներից են եղել, որ հանդգնել եմ այդ քայլն անել, հա բերել այդ դասընթացը, ինձ ասում էին ոչ մեկ չի լինի ուսանող, ես այսօր ունեմ ուսանողներ նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով։ Եվ բացի դրանից արդեն ժամային գրաֆիկով գուցե չեմ էլ հասցնում։ HR-ի ծառայությունների հետ կապված այսօր իմ նաև աշխատանքի շնորհիվ պատրաստի տաք շուկա է Գյումրին, կարելի ասել HR-ի ծառայությունների առումով, որովհետև այո, պիտի կանք հասունանանք, պիտի գիտակցենք, այդ փոփոխությունները լինելու են։ Հրավիրում ես էլի կոմպետիտորներից տաք շուկայի։ Դե Դե մենք էլ որ միայն առողջ մրցակցությունը միայն կովելի է ինձ։ Հա, մենք էլ որ նոր էինք մոտ գործում Գյումրու շուկա, արդեն 4 տարի Երևանում աշխատելուց հետո այդ խնդիրների մասին մեզ էլ էին շատ ասում, բարձրաձայնում, որտեղ շատ բարդ է մենտալիտետը ու եւս մեկ անգամ Լիլիթ ջան, քո աշխատանքի ստեղ արդյունքը ահա որ շատ արդեն երևում է այն առումով, որ մենք այն ժամանակ չէինք կարողանում մարդ հավաքագրել, որովհետև ոչ մեկ ոչ LinkedIn գիտեր, ոչ HR-ին գիտեր, ոչ recruiter-ը вообще չգիտեին, ու գիտեին ով է ինչով է զբաղվում, բայց ոչ Գյումրիի համար։ Իրանք մտածում են, որ Գյումրում չերեզ-ով է, recruiter LinkedIn մենակ կարող է Երևանի համար լինի ու լիքը տաղաններ կային Գյումրիում շատ լավերը, որոնք ընդհանրապես չէին էլ օգտագործում այս հարթակները։ Okay, merci, ամփոփենք, ուրեմն ինչ սովորեցինք այսօր, որ շատ կարևոր է մարդը ինքն իրեն ճանաչի առաջերտին ճիշտ մասնագիտություն գտնելու համար, շատ կարևոր է որ հասարակության դերն ու նշանակությունը լինի այնքան որ ինչքան որ պետք է լինի, պետք չի գերագնահատել, հա, ու ոչ էլ պետք է թերագնահատել, որովհետև մենք ապրում ենք այդ հասարակության մեջ ամեն դեպքում ու հասարակության հետ եւ ինչ որ չափով նաեւ հասարակության համար մանավանդ փոքր երկրում, այո, համագործակցության կանոնները պահելով սովորեցինք նաև որ տաղանդը ու ունակությունը նույն բանը չեն ու պետքա այդ էլ տարանջատել ու լինել ունենալ սեփական բանաձևը կառավարման համակարգերի կարևորության մասին խոսեցինք, որը ես ինքս շատ շատագործում եմ, այո, մենք եւս կհանդիպենք մի անգամ էլ ու շարունակենք այս թեման ու արդեն կոնկրետ օրինակներով ես էլ մի քիչ այդ թեմայի շուրջ ավելի մանրամասն կպատրաստվեմ, հա հիմի ինչ կառավարման համակարգեր կան, ինչ են մարդիկ օգտագործում ու առավելություններ, թերություններ, միգուցե եւ շատ ավելի ինֆորմատիվ կլինի այս մասով ու հասկացանք, որ ընդհանրապես կարևոր չի տեղայնացումը այս մասով ու լիքը մասնագիտություններ կան հիմա, որոնք որ դու կարող ես տիրապետել, զբաղվել, արդյունքներ ստանալ, արժեք ստեղծել հետո նոր արժեք ստեղծել շատ լավ ասեցի մասնագիտության մեջ արժեք ստեղծել ու փող աշխատելը վերջում է ժողովուրդ արժեք ստեղծեք կաշխատեք որպեսզի այդ արժեք եթե արժեք ունի գնորդը լինելու է այսպես մերսի քեզ հրավերի ընդունելու համար եւս մեկ անգամ հուսով եմ ելի կհանդիպենք կզրուցենք այս ֆորմատով շատ հաճելի էր փոխադարձ հարգելի հեռուստադիտողներ ուրեմն մենք Լիլիթի հետ Մանուկյան խոսեցինք շատ հետաքրքիր թեմաների շուրջ podcast-ի եթերում սպասեք մեր հաջորդ հաղորդումներին շնորհակալություն